Միացյալ Նահանգներում լոբբիստական գործունեություն ծավալող հայկական խոշորագույն կազմակերպությունների ներկայացուցիչների գնահատմամբ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Թրամփի վարչակազմը որդեգրել է նույն դիրքորոշումը, ինչ Օբամայի օրոք էր։ Արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլ 24-յան առաջին ուղերձին Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ամերիկյան նոր վարչակազմը առնվազն նահանջ չգրանցեց Օբամայի դիրքորոշումից։ Դիրքորոշումը չի փոխվել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի հետ կապված։ Պետք է որ ճանաչվի որպես ցեղասպանությունը, այդ բառը օգտագործվի եւ պիտի օգտագործվի։ Հիմա նախագահ Թրամփը օգտագործեց նման բառեր, շատ բառերը նույնն էին, շատ խոսքերը նույնն էր իր խոսքի մեջ երեք, որը նախկին նախագահներ են օգտագործել, բայց ոչ օրինակ նախագահ Ռեյգանը, նախագահ Այզենհաուերը եւ այլ մարդիկ։ ԱՄՆ նախագահի երեկվա ուղերձում մասնավորապես կարդում ենք. «Այսօր մենք հիշում եւ հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր տառապել են Մեծ Եղեռնի 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագությունների ժամանակ, Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին 1915 թվականից սկսած 1.5 միլիոն հայեր արտաքսվեցին, կոտորվեցին եւ իրենց մահը գտան գաղթի ճանապարհին։ Ես միանում եմ Ամերիկայի հայ համայնքին եւ համայն աշխարհի հայությանը, սգալով անմեղ զոհերի հիշատակը եւ շատ ու շատ ուրիշների տառապանքները»։ Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփայսերը ավելի ուշ անդրադառնալով Սպիտակ տան ղեկավարի հայտարարությանը նշել է, որ այն համահունչ էր նախորդ մի քանի վարչակազմերի հայտարարություններին։ Արփի Վարդանյանի խոսքով օրինակ 50 տարի առաջ անհնար էր պատկերացնել, որ ԱՄՆ 45 նահանգ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը կամ որ Միացյալ Նահանգների նախագահը պարտավորված կլինի յուրաքանչյուր տարի անդրադառնալ հարցին։ Օրերս հայտնի դարձավ, որ ամերիկյան 45-րդ նահանգը Վայոմինգը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը։ Նախ պիտի շարունակենք այդ 50-ից 45-ը, որ ճանաչել են, այդ գործը պիտի շարունակենք։ Իհարկե պիտի աշխատենք նախագահ Թրամփի վարչակազմի հետ, որ այս առաջ գնա այս մեր գործերը, որ որպես պետություն ճանաչվի։ Ես շատ ափսոսացի երեք, որ եւ գիրակի, երբ որ գնացի Ծիծեռնակապերտ եւ տեսա այն իչքին ոնց անվանեմ, որ դրոշակները դրված են եղել այդտեղ 26-27 երկրների, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ ես չտեսա ԱՄՆ-ի դրոշակը։ Հույդա բյուրոյի հայդատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով դժվար է կանխատեսել, թե առաջիկայում ինչ քաղաքականություն կորդեգրի Միացյալ Նահանգները Մեծ Եղեռնի ճանաչման հարցում։ Անցնարու չի որևէ բան անելու, բայց միաժամանակ չի ուզում Թուրքիայի վրա այնքան ճնշում բանեցնի, որ Թուրքիան հաշվի առնի նաև Միացյալ Նահանգների կողմից այդ ճնշումը։ Բայց Թրամփը լինելով Թրամփ, բավական դժվար է կանխատեսել, որ առաջիկային ճիշտ ինչ կլինի։ Ոչ միայն մեր հարցում, այլ ընդհանրապես։ Դրա համար էլ պետք է բացարձակ եզրակացություններ հանել, որ վերջ սրանից այլ բան չի ասի կամ անպայման սա կլինի իր գիծը, կարող է նույնիսկ նահանջի։